Կլիմայական փոփոխությունների հետևանքով բրինձը դառնում է թունավոր։ Կլիմայական փոփոխությունների պատճառով բրինձը սկսում է կուտակել մկնդեղ, ինչը վտանգում է միլիարդավոր մարդկանց առողջությունը, հատկապես Ասիայի զարգացող երկրներում, որտեղ բրինձը սննդակարգի հիմնական բաղադրիչն է։ Պատճառը ջերմաստիճանի և աստղաթթու գազի մակարդակի բարձրացումն է, որը փոխում է հողի քիմիական կազմը և ուժեղացնում բույսերի կողմից մկնդեղի ներծծումը, հայտնում է էկոսֆերան։ Մկնդեղը բնական տարրևորն ունի ջրով ողողված բրինձի դաշտերում կուտակվելու հատկություն և հեշտությամբ ներթափանցում է հատիկների մեջ։ Նրա անօրգանական ձևը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես քաղցկեղածին, և այն կարող է առաջացնել թոքերի, միզապարկի մաշկի քաղցկեղ, ինչպես նաև սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ և զարգացման խանգարումներ երեխաների մոտ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի գիտնականները 10 տարի շարունակ Չինաստանի 4 տարբեր շրջաններում ուսումնասիրել են բրինձի 28 տեսակներ։ Արդյունքները մտահոգիչ են։ Նմուշների 90%-ում մկնդեղի մակարդակը բարձրացել է ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ։ Պատճառը ոչ միայն գլոբալ տաքացումն է, բրինձի դաշտերը հաճախ ջրով ողողվում են մոնախոտերի դեմ պայքարի նպատակով, ինչի հետևանքով ստեղծվում է թթվածնազուրկ միջավայր։ Դրանում ակտիվանում են անաերոբ բակտերիաները, որոնք հողից մկնդեղ են ազատում։ Կլիմայի փոփոխությունը խորացնում է այս գործընթացը, և բակտերիաներն ավելի ակտիվ են ջերմ և ածխով հարուստ միջավայրում։ Եթե ոչինչ չփոխվի, միայն Ասիայում մինչև 2050 թվականը կանխատեսվում է մկնդեղով վարակված բրինձի օգտագործման հետևանքով քաղցկեղի մինչև 19 միլիոն նոր դեպք, հատկապես Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում և այլ բարձր սպառման երկրներում։ Անգամ շագանակագույն բրինձի անցումը չի լուծում խնդիրը, քանի որ այն ավելի շատ մկնդեղ է պարունակում, քան սպիտակը։